Անհեռատես կինը լսում է ընկերուհուն, իսկ հեռատես խելացի կինը լսում է ամուսնուն։ Նկատել եք ինչ արագ է քանդվում այն отношенияները, երբ որ ներխուժում է երրորդ մարդը։ Ու ես չեմ խոսում դավաճանության մասին, ես խոսում եմ ընկերուհիների մասին, ով մտնում է ձեր отношенияների մեջ։ Երբ որ ընտանիքում կոնֆլիկտներ է լինում, կինը ուր է գնում։ Գնում է ընկերուների չաթ։ Իսկ հիմա պատկերացրեք ինչ խորհուրդներ կարող են տալ այն ընկերուները, որոնք իր անձնական կյանքը չեն դասավորել կամ ենթագիտակցորեն նախանձում են ձեզ։ Խորհուրդներն էլ ինչ են, լքիր նրան, նա քեզ չի գնա, դու մանիպուլյացիաներ արա նրա հետ։ Ձեր ընկերուները պատասխանատու չեն հետևանքների համար իրենց խորհուրդների։ Դրանց պատասխանատուն միակ դուք եք։ Նրանց ուղղակի կոնտենտ է պետք քննարկելու համար։ Նրանք իրական ձեր երջանկության հետևից չեն գնում։ Տղեկ լավ իմացեք, եթե ձեր ընկերուհին շարժվում է իր ընկերուհու ասածներով, ուրեմն դուք ոչ թե ձեր ընկերուհու հետ եք շփվում, այլ իր ընկերուհու։ Լավ իմացեք, դա ներքին կուխնյայի դավաճանություն։